Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Գիտես թե ով է գուշակը։ Դա մեկն է, ով սատանայի համար է աշխատում, և նա այդպես տեղեկանում է, թե ինչ է լինելու ապագայում։ Ինչ որ նա ասում է, ամբողջությամբ սուտ չէ, և երբեմն ճիշտ բաներ էլ է ասում։ Գուշակներ կային դեռևս վաղ ժամանակներում, երբ Պողոսն իր ընկերոջ հետ գնաց Փիլիպպե, Աստվածաշունչը մեզ ասում է, որ մի կին վազեց նրանց հետևից, ով գուշակության ոգի ուներ։ Նա բարձրաձայն բացականչեց փողոցում. Այս մարդիկ Աստծո ծառաներն են, նրանք ձեզ կասեն, թե ինչպես կարող եք փրկվել։ Բայց նա ճշմարտությունն էր ասում։ Ճիշտ է, բայց Պողոսին դա դուր չեկավ։ Նա այդ կնոջ հայտարարությունների կարիքը չուներ։ Հիսուսի անունով եմ ասում, դուրս արի կնոջ միջից։ Գուշակության ոգին նրան անմիջապես թողեց։ Հիսուսը հաղթող է, սատանան դողում է նրա առաջ։ Մենք չենք կարող նրան տեսնել, նա զբաղված է փորձելով մարդկանց հեռու պահել Աստծուն հավատալուց։ Ահա թե ինչու է նա առաջարկում փոխարինող բաներ, սնահավատություն։ Իսկապես այդպես է, ով որ փակում է իր սրտի դուռը Հիսուսի առաջ, այն բացում է սնահավատության համար։ Սնահավատությունը պարանոցին կամ ձեռքին աչքի ու լունգ կրելը։ Սնահավատությունը մեքենայում որևէ թալիսման կախելը։ Սատանան տալիս է կարողություն, որ գուշակները որոշ առարկաներ շարժեն իրենց տեղից, առանց դրանց դիպչելու։ Իսկ եթե մենք դա անում ենք պարզապես զվարճանալու համար։ Մարտինը նույնպես մտածեց դա, երբ իր դպրոցի որոշ երեխաներ փորձում էին շարժվող բաժակների միջոցով խոսել ոգիների հետ։ Այդ ժամանակվանից սկսած նա խոր վախեր և սարսափելի երազներ էր տեսնում։ Գիտեք թանաքի փորձի մասին։ Պարզապես զվարճանալու համար ձեր մեկ մատը մտցրեք թանաքի մեջ, իսկ մյուս մատը լրջորեն մտցրեք։ Հեյ, երկու մատիտներն էլ ծածկված են կապույտ թանաքով։ Այսպիսով, ձեր ձեռքերը հեռու պահեք թշնամու առաջարկներից։ Կարևոր չէ, դա պարզապես զվարճանքի համար է, թե լուրջ։ Հետևանքները նույնն են։ Օրինակ, դուք ցանկություն չեք ունենա կարդալու Աստվածաշունչը կամ աղոթելու։ Իսկ ձեր հորոսկոպը կարդում եք։ Ոչ։ Իմ մայրը նույնպես։ Նա ասում է, որ Աստված դա արգելում է։ Նա ուզում է, որ մենք միայն իրենից կախված լինենք։ Եվ երբ ունես Հիսուսին, ուրիշ ոչ մեկի կարիքը չունես։ Նա հաղթող է և օգնում է մեզ դուրս գալու թշնամու ծուղակներից։ Նա սիրում է քեզ և կպաշտպանի քեզ։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։